Ուզում ես բարելավել տեսողությունդ, ամրացնել իմունիտետդ և որ ամենակարևորն է պայքարել երկաթդեֆիցիտային անեմիայի դեմ, ապա կանոնավոր օգտագործիր լյարդ։ Այսօր կառաջարկեմ այն բաղադրատոմսերից մեկը, որը կարող ես օգտագործել այս հրաշք մթերքը կիրառելիս։ Եվ այսպես, նախապես մաքրված լվացված սոխն ու գազերը կտրատում ենք ոչ շատ մանր կտորներով։ Լցնում ենք թավայի մեջ, ավելացնում բուսայուղ, դնում ենք կրակին։ Իսկ այդ ընթացքում կտրատում ենք լյարդը։ Ես այսօր վերցրել եմ 600 գրամ լյարդ, որի համար օգտագործում եմ 1 խոշոր գազար և կես գլուխ սոխ։ Լյարդը ավելացնում ենք արդեն փափկած բանջարեղենին և շարունակում ենք տապակել մարմանդ կրակով փակ կափարիչի ներքո մոտավորապես 20 րոպե։ Այդ ընթացքում կարող ենք ժամանակ առ ժամանակ խառնել։ Տապակած լյարդն ու բանջարեղենը լցնում ենք տարայի մեջ և բլենդերով վերածում խյուսի։ Համեմում ենք աղով և սև պղպեղով։ Իհարկե համեմունքները կարող եք ավելացնել նաև ըստ ճաշակի։ Լավ խառնում ենք ևս մեկ անգամ բլենդերով, լավ հարում, որպեսզի ստանանք հնարավորինս համասեռ զանգված, որից հետո աշխատանքային մակերեսին դնում ենք ծննդային թաղանթ և ստացված մասսան տարածում թաղանթի վրա, բարակ շերտի տեսքով, ինչպես ներկայացնում եմ։ Այնուհետև վերցնում ենք փափուկ սենյակային ջերմաստիճանի կարագ և տարածում ստացված շերտի վրա։ Քանակն այստեղ որոշեք ինքներդ։ Որից հետո զգուշությամբ ծննդային թաղանթի օգնությամբ փաթաթում ենք ռուլետի նման, ինչպես ներկայացնում եմ, հնարավորինս ամուր ենք փաթաթում և տեղափոխում ենք սառնարան, մինչև մասսան կայունանա։ Մի քանի ժամ անց հանում ենք սառնարանից, հեռացնում ենք ծննդային թաղանթը, կտրատում ենք և կարող ենք մատուցել։ Համեղ, գեղեցիկ մատուցմամբ և շատ օգտակար ուտեստը պատրաստ է։ Հուսամ բաղադրատոմսը ձեզ դուր եկավ, իսկ եթե այո, մի մոռացեք հավանել տեսանյութը, կիսվել ընկերների հետ, բաժանորդագրվել ալիքին և իհարկե գրել մեկնաբանություն, որն ինձ անչափ ոգևորում է նոր տեսանյութեր ստեղծելիս։